տեղեկություն եմ հայտնել ձեզ, Արեգ TV-ում խոսել եմ սահմանային լարումների մասին, հստակորեն ասել մարտի 24-ին, հենց այդ ամենը տեղի ունենում, Իրավունք TV-ում խոսել եմ այդ խաղաղության պայմանագրի մասին, մանրամասն ներկայացրել եմ, որ ինչ-որ գաղտնիք է բացահայտվելու, Փակ TV-ում խոսել եմ և կենդանակերպերի մասին, և շատ վրդովված խոսել եմ այն միջադեպի մասին, որի մասին քիչ առաջ պատմեցի, հուսամ, որ մեր հետևորդները, նաև այս հարթակում գործունեություն ծավալողները կգտնվեն ավելի խոհեմ, հեռու կմնան այն բոլոր խարդավանքներից, ինչը իրենք ստեղծել են մոտավորապես այս 4-5 տարվա ընթացքում և մենք կկարողանանք մեր հայկական հանրույթում ձևավորել աստղաբանության հանդեպ վստահություն, հենց իմ գործունեության մեծ բաղադրիչն էլ դա է, որպեսզի մեր ժողովուրդը լինի տեղեկացված, քանի որ թշնամական այդ պետությունները նրանք բավականին տեղեկացված են և օգտագործում են բոլոր այս գիտելիքները իշահ ի նպաստ իրենց երկրի բարօրության, թե ինչ է կատարվում մեր երկրում, մենք տեսնում ենք այս պահին և այստեղ աստղաբանության այս ոլորտում և ընդհանուր ներսում, մեր երկրի ներսում, հուսանք, որ ամեն ինչ կկարգավորվի, լավ եղեք, շնորհակալ եմ, որ դիտում եք հաղորդումը, նաև բաժանորդագրվեք ալիքին և մեկնաբանություններում եղեք ակտիվ, մոռացա ասեմ, որ ամսի 7-ի համար ես կանխատեսումներ եմ անելու, գրեք ձեր անուն ազգանունը, նաև ծննդյան տվյալները, տարի, ամիս, օր, ժամը և րոպեն, անպայման ձեզանից մեկին ես կանեմ կանխատեսում նվիրված կանանց մեկամսյակի ավարտին։